Ողջույն սիրելիներ, ուրախ եմ կրկին ձեզ հետ լինել։ Անցած հանդիպմանը տեսանք ողջակեզը, Ղևտացիների մեկում և հասկացանք, որ անարատ զոհը Հիսուս Քրիստոսի ուղիղ ստվերն էր։ Այսօր շարունակում ենք Ղևտացիներ երկրորդ և երրորդ գլուխները, որտեղ Հիսուսը ևս ավելի պայծառ է բացահայտվում։ Ղևտացիների երկուսում տեսնում ենք հացի ընծան, ի տարբերություն կենդանու զոհաբերության։ Սա ալյուրից, ձիթապտղի յուղից և կնդրուկից պատրաստված ընծա էր։ Բայց ուշադրություն դարձրու մանրամասներին։ Ամեն բաղադրիչ Հիսուսի մասին է պատմում թանկագին։ Բարձրակարգ ալյուրը խոսում է Հիսուսի կատարյալ բնության մասին, ոչ մի անհարթություն, ոչ մի թերություն, ամբողջովին հավասար ու կատարյալ։ Ձիթապտղի յուղը Աստվածաշնչում խորհրդանշում է Սուրբ Հոգուն, և Հիսուսը ծնվեց Հոգուց, ծառայեց Հոգով, մկրտվեց Հոգով, Աստված օծեց Հիսուս նազովրեցուն Սուրբ Հոգով և զորությամբ, Գործ Առաքելոց 10:38 գրած։ Կնդրուկը աղոթքի խորհրդանիշն է, որովհետև Հիսուս հավիտյան բարեխոսում է մեզ համար, Հոր առջև։ Եվ ամենակարևորը, հացի ընծայի մեջ թրթմոր արգելված էր, բացարձակապես։ Թրթմորը Աստվածաշնչում մեղքի, կեղծավորության խորհրդանիշն է։ Կեղծավորության թրթմորից զգուշացեք, ասում է Տերը Ղուկասի 12:1-ում։ Հիսուսի մեջ թրթմոր չկար, ոչ մի մեղք, ոչ մի կեղծիք, ոչ մի սուտ։ Հենց դա է պատճառը, որ Հիսուսն ինքը ասեց. Ես եմ կյանքի հացը, Հովհաննեսի 6:35-ում։ Ղևտացիների երկուսը հենց այդ հացի մասին էր պատմում հազարավոր տարիներ առաջ։ Հիմա անցնենք երրորդ գլուխը Ղևտացիների, խաղաղության զոհին։ Սա ողջակեզից տարբեր է։ Ողջակեզն ամբողջությամբ Աստծուն էր պատկանում, ամբողջ մարմինը կրակին պետք է մատնվեր։ Բայց խաղաղության զոհն ուտվում էր Աստծո, քահանայի և ժողովրդի կողմից միասին։ Սա հաղորդության, ուրախության, հարաբերության զոհաբերությունն էր։ Ոչ թե վախ ու պատիժ, այլ խնջույք Աստծո հետ։ Հիսուս Քրիստոսն է մեր խաղաղության զոհը։ Արդ Աստծո հետ հաշտված ենք նրա որդու մահով, ասում է Հռոմեացիների գիչքը 5:10։ Հիսուսը կամավոր եկավ, ոչ ոք նրան չստիպեց։ Ես ինքս կամովին իմ կյանքը տալիս եմ, Հովհաննեսի 10:18-ում է ասում Տեր Հիսուսը։ Եվ հենց այդ խաղաղության զոհի նոր կտակարանյան կատարումը հաղորդության սեղանն է, Քրիստոսի մարմնի հաղորդությունը, ինչպես 1 Կորնթացիների 10:16-ում է գրված։ Սիրելիներ, Ղևտացիների երկուսն ու երեքը ասում են. Աստծուն տուր լավագույնդ, ոչ մնացորդդ։ Հիսուսն իր ամբողջ կյանքը տվեց սիրով, ամբողջությամբ նվիրեց ինձ և քեզ համար։ Եվ հարց, արդյոք հաշտված ես Աստծո հետ այսօր։ Ոչ թե կրոնով կամ ծեսերով, այլ Հիսուսի այրան բերած ճշմարիտ խաղաղությամբ։ Սիրելիներ, եկեք աղոթքով ավարտենք։ Հայր Աստված, շնորհակալ ենք, որ Հիսուսն է մեր կյանքի հացը, անթրթմոր, կատարյալ Հոգով լի։ Շնորհակալ ենք, որ նա մեր խաղաղության զոհն է, կամավոր, ամբողջական, հավիտենական։ Տեր, թող քո որդու բերած խաղաղությունն ամեն օր
ապրենք մեր սրտերում եւ մեր կյանքում։ Ամեն։ Թանկագիններ, եթե այս ուսուցումը օրհնություն է քեզ համար, կարող եք կիսվել եւ գրել մեկնաբանություններում, թե որտեղ տեսաք Հիսուսին տվյալ գրքում։ Կհանդիպենք հաջորդ դասում։ Աստված օրհնի քեզ եւ քո տունը։